Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Արջ եղբոր վերջը։ Օրերից մի օր էլ Ճագար եղբայրը Մեդուոզ մայրիկի մոտից տուն էր վերադառնում, ճանապարհին հանդիպեց Արջ եղբորը։ Դե պարզ է, նրանք բարեկամներ չէին, բայց Ճագար եղբոր քեֆը տեղն էր։ Տեսավ, թե չէ, գոռաց. «Բարի օր, Արջ եղբայր, ինչպե՞ս ես, չես երևում, լույսը քո տեսնողին, եղբայր, տնեցիք ինչպե՞ս են»։ Արջ եղբայրը շատ զարմացավ, որ Ճագար եղբայրը այդպես ընկերաբար է խոսում։ Պատասխանեց. «Շնորհակալ եմ, Ճագար եղբայր, այսօր այնքան էլ լավ չեմ»։ Ճանապարհ ընկան։ Բայց Ճագար եղբայրը ճանապարհի մյուս եզրով էր գնում, որովհետև տեսել էր, թե ինչպես է Արջ եղբայրը ագահ նայում իրեն։ «Արջ եղբայր, մի գործ կա, ես կարծում եմ քեզ շատ կհետաքրքրի»։ «Ինչ գործ»։ հարցրեց Արջ եղբայրը։ Անցյալ օրը մի մեծ ծառ գտա, մեջը մեղվաբույն։ Ծառի տակից մինչև ծայրը փչակ է ու այնքան շատ մեղր կա, որ մեղրը ինքն իրեն դուրս է գալիս, ծորում ցած։ Եթե ինձ հետ գաս, այնքան մեղր կտանես տուն, որ կինդ ու երեխաներդ մինչև եկող ամիս կուտեն ու էլի չի վերջանա։ Արջ եղբայրը շնորհակալություն հայտնեց Ճագար եղբորը ու համաձայնվեց գնալ նրա հետ։ Շուտով նրանք տեղ հասան։ Արջ եղբայրն ասաց. «Ճագար եղբայր, ես արդեն մեղրի հոտ եմ առնում»։ «Ես էլ մեղրահացի համն եմ առնում», ասաց Ճագար եղբայրը։ Ծառի տակ կանգնել զրուցում էին։ Վերջապես Ճագար եղբայրն ասաց. «Այստեղ գետնի մոտ մի փոքրիկ անցք կա, մի մեծ անցք էլ վերևը ծառի ծայրին։ Դու վեր բարձրացիր, ես էլ մի փայտ կառնեմ ներքևից, մեղրահացերը վեր կհրեմ։ Դու վերևում կբռնես, դուրս կքաշես ու կկիսենք»։ Արջ եղբայրը ծառը բարձրացավ։ Անցքն իր գլխից այնքան էլ մեծ չէր, այնպես որ նա շատ մեծ դժվարությամբ էր գլուխը կոխել մեջը։ Ճագար եղբայրն էլ դրան էր սպասում։ Մի մեծ փայտ վերցրեց, ծառի մեջ գտնվող մեղուներին խառնեց։ Սրանք էլ շատ բարկացան, սկսեցին բզզալ։ Արջ եղբոր գլուխը կծել։ Հազար մեղուներ հասան կծեցին խեղճ Արջ եղբորը։ Այնպես, որ նրա գլուխը շուտով այնպես ուռեց, որ դուրս քաշել չկարողացավ։ Սկզբում Արջ եղբայրը գոռաց ու ոռնաց, բայց քիչ հետո նույնիսկ ոռնալ չէր կարողանում։ Հենց այդպես էլ ծեր Արջ եղբոր վերջը եկավ։